Արծիցելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 6-ն է, ես առավոտյան շուտ վերադարձա, ճիշտ լուսադեմի վերադարձա արդեն եւ տեղում եմ, այս 2 օրերի ընթացքում գտնվում էի Երևանում, շատ կարևոր հանդիպումներ էի ունենում Հայաստանի պատգամավորների հետ եմ հանդիպել, իշխանության ներկայացուցիչների հետ, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, մի խոսքով չափազանց կարևոր հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում, ցավոք 2 օրը բավարար չէին, որ շատ ավելի մեծ թվով մարդկանց հետ կարողանայի հանդիպել, բայց այդ հանդիպումները շատ կարևոր էին տարբեր առումներով եւ ավելի լավ պատկերացումներ ստանալու հնարավորություն տվին, թե ինչ է տեղի ունենում հիմա Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, եւ ամենակարևորը Հայաստանում, քանի որ Հայաստանի շուրջ մենք ինքներս էլ շատ լավ հետևում ենք եւ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում, չնայած որ Հայաստանում եւս պրոֆեսիոնալ ձևով հասկանում ենք ինչ է տեղի ունենում, բայց շատ կարևոր է մեկ-մեկ պարտադիր է նաեւ գնալ, հաճախ լինել Հայաստանում, որ ավելի լավ հասկանաս, թե ինչ է կատարվում եւ կարողանաս նաեւ քո կարծիքը հայտնել տարբեր հարցերի շուրջ եւ փորձես օգտակար լինել։ Արդեն երեք նշեցի նաեւ այն մասին, որ կան նաեւ ուժեր, որոնք որ փորձում են խոչընդոտել մեր աշխատանքին, դրանք որոշ գործակալական խմբեր են, որոնք որ նաեւ տակուկ ձևով տեղավորվել են իշխանության մեջ, այսինքն այդպիսի մաս եւս կա, վստահ եմ դուք գիտեք, բայց ինչպես արդեն ես նշեցի, մենք աշխատում ենք տարբեր մարդկանց հետ, հասարակական գործիչների, քաղաքական գործիչների, կուսակցությունների, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչների հետ, եւ ամեն ինչ հետզհետե ավելի պարզ է դառնում մեր համար եւ կարծում եմ նաեւ իրենց համար եւս, քանի որ մեր գործունեությունը իրոք չափազանց կարեւոր է։ Եվ ավանդության համաձայն սկսում ենք Հայաստանին վերաբերվող լուրերից, արդեն 2, 3, 4, նույնիսկ օրեր քննարկում ենք այն գաղափարը, թե արդյոք արժի ինչ-որ օրենք մշակվի Հայաստանում, որ լրատվամիջոցները մի փոքր ուշքի գան եւ սկսեն ավելի նորմալ գործել, ես տեսնում եմ, որ իրոք Հայաստանում լրատվամիջոցները օրինակի համար ասեցի падգամավորի հետ էի հանդիպման, Հայաստանի ազգային ժողովի падգամավորի, անունը չեմ ուզում տալ, իրեն զանգահարեցին ինչ-որ ընդդիմադիր թերթից, թերթի անունն էլ գիտեմ, բայց չեմ ուզում տալ, ու պահանջում էին հարցազրույց։ Ես ուղղակի կողքի սենյակից լսում էի, թե ինչ տոնայնությամբ, ինչ ոճով, ինչ ձևով լեկտիաբար պահանջում էին հարցազրույց, երբ որ մարդը ասում էր չեմ կարող հարցազրույց տալ, հարցակվում էին փաստացի այդ տոնայնությունից ձայնը լսվում էր, հարցակվում էին նրա վրա, թե ինչու դու չես տալիս մեզ հարցազրույց, ինչու էսպես, ինչու այնպես, այն ձևի տոներ, կարծես թե իրենք վերադաս լինեն, իրենք ղեկավար լինեն, իրենց որևիցե մեկը պարտք է, քանի որ իրենք լրագրող են, լրատվամիջոց են ընդդիմադիր։ Նման բանի ես իրոք ականատես չէի եղել եւ ուղղակի զարմացա։ Բայց կրկնեմ իմ միտքը հետեւյալն է, որ որևիցե օրենք եթե մշակվում է այդ առումով, անպայման պետք է այդ հարցը քննարկվի Հայաստանի եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ, որպեսզի այդ օրենքը չասոցացվի այլ երկրներում ընդունված օրենքների հետ եւ Հայաստանը հաստատի հարաբերություններ չփչացնի զուտեղը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Ես կարծում եմ, որ եթե այդ հարցի շուրջ ուղղակի կարծիքների փոխանակում լինի, ապա շատ ավելի հեշտ կլինի Հայաստանին ընդունել որևիցե օրենք այդ մասով։ Քանի որ ձեր մեկնաբանությունները շատ են սիրելի հայրենակիցներ, դրա համար կրկին անդրադառնում եմ այդ հարցին։ Կային նաեւ մեկնաբանություններ, որ օտար երկրների շահերը սպասարկող կուսակցությունները եւս պետք է արգելվեն Հայաստանում։ Դա եւս հասկանում եմ, դրա մասին եւս շատ են խոսել, ուղղակի այստեղ եւս կարծում եմ համատեղելու հարց կա մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ, քանի որ մենք տեսնում ենք հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ ձևի լուրջ քննադատություններ են հնչեցնում օրինակի համար Գերմանիայի հասցեին, որտեղ որ ԱԴԳ-ն է փակվում եւ դրանից բացի նաեւ մամուլի մասով եւս սկսել էին քննադատել լրատվամիջոցների մասով եւս սկսել էին քննադատել եվրոպական երկրներին խոսքի ազատության մասով հայտնի J.D. Vance-ի ելույթը նույն Մյունխենյան կոնֆերանսի ժամանակ շատ բանի մասի է հուշում, դրա համար չափազանց կարևոր է որ Հայաստանի իշխանությունները համատեղեն այդ ամենը,
ասեմ, որ Վրաստանում եւս նույն գործընթացները տեղի են ունենում, եւ Վրաստանի այդ գործընթացների շուրջ եւս արձագանքը շատ մեծ է, թե լրատվամիջոցների մասով, թե հասարակական կազմակերպությունների մասով եւ թե կուսակցությունների փակման մասով, այսինքն այդպիսի գործընթաց կա նաեւ Վրաստանում, վստահ եմ, որ դուք գիտեք, եւ ուղղակի այդ ամենին ականատես լինելով Գերմանիայում, Վրաստանում կամ այլ նաեւ երկրներում, որ տեղի ունենում այդպիսի գործընթացներ, դա նաեւ ինչ-որ միտեղ անկեղծ լինեմ, բնական է այս պայմաններում, քանի որ հիմա դաժան տեղեկատվական պատերազմ է ընթանում, նաեւ քաղաքական պատերազմ է ընթանում, բոլոր երկրները ուզում են ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, այսինքն մի մասը ավելի ապահով կլինի, որ արևմտյան ազդեցությունը թուլացնի, մի մասը երկրների ավելի ապահով կլինի, որ ռուսական ազդեցությունը թուլացնի, բնականաբար Հայաստանի իշխանությունները իմ պատկերացմամբ կուզենան թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, բայց շատ ավելի ճիշտ ու գրաքետ կլինի, որպեսզի Հայաստանի իշխանությունները այդ գործընթացները սկսեն, նախաձեռնեն անպայման Եվրոպական միության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խորհրդակցելուց հետո։ Ուղղակի ես զգուշացնում եմ եւ կրկին պետք է զգուշացնեմ, որ հակառակ պարագայում մենք վատ հարաբերություններ կարող է ունենանք եւ դա սկիզբ կարող է լինի հարաբերությունների վատ թարացման։ Հույսով եմ արդեն շատ սպառիչ պատասխան տվեցի այս հարցին եւ հաճախ հույսով եմ չենք անդրադառնալու այս հարցին, բայց որ լուծումներ են պետք շատ արագ եւ շատ լուրջ լուծումներ, այդ մասին միշտ խոսել եմ եւ կրկին մնում եմ այդ կարծիքին։ Այսօր շատ վատ տեղեկություն ստացանք մեկ տելեգրամյան ալիքով տեղեկացա, որ Ռուսաստանում ռուսական համայնք նեոնացիստական շարժման ներկայացուցիչները ներխուժել են Լենովոյի շրջանում ապրող հայ տուն եւ հայ տունը այրել են, որտեղ որ բնակվում էին Հայաստանի քաղաքացիները, 37-ամյա Հայաստանի քաղաքացի է փաստացի այրվել, նրա դին հայտնաբերվել է, դրանից բացի տան պատուհանի տակ շատ ծանր վիճակում են գտել 24 տարեկան աղջկա։ Չեմ կարող ասել այս ամենը ինչի հետ է կոնկրետ կապված, այն որ նեոնացիստական հասարակական կազմակերպություն է հարձակման ենթարկել այս ընտանիքին, որի ընթացքում Հայաստանի քաղաքացի է զոհվել, դա շատ ցավալի է, չեմ կարող ասել այս ամենը կապ ունի Կիրիենկոյի նշանակման հետ թե չէ Հայաստանի մասով, բայց կարծում եմ, որ այս ամենը կապ կունենա, ցավոք սրտի, այս ամենը կապ կունենա եւ մանրամասները պետք մեզ ավելի լավ պատկերացնելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Հայաստանի մասով նաեւ կարևոր հայտարարություններ են հնչել այսօր Ադրբեջանում, Բաքվից Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Փեզեշկյանը պատրաստ է դառնալ փաստացի քավորը, այդպես ասենք ավելի ճիշտ կլինի քավորը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքվելի խաղաղության պայմանագրի, այսինքն կարող է ստանձնել եւ ցանկանում է ստանձնել փաստացի միջնորդի դերակատարությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Նա նաեւ ողջունել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագիր։ Բնականաբար չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում, որ իրանական կողմը դառնա այդ փաստաթղթի քավորը, ընդհանրապես այդ փաստաթուղթը կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մոտակա ապագայում։ Երեք մենք արդեն Ալեն Սիմոնյանի հայտարարություններին անդրադարձանք, բավականին կոշտ հայտարարություններ էր նա արել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, ասելով, որ նա կրոն է գործակալ է ռուսական, հետո նաեւ վարչապետի աշխատակազմի տեղակալ Տարոն Չախոյանը եւս հայտարարություն է տարածել, շարունակելով Ալեն Սիմոնյանի միտքը, ասելով, բա ինչպես անվանել այն մարդուն, որ Հայաստանը դիտարկում է միութենական պետության մեջ առանց պետականության, եւ ինչպես անվանել այն մարդուն, ով ուզում է իշխանության գալ եւ այդ երկիրը վերածել կայսրության ծայրամասի, եւ ինչպես անվանել այն մարդուն, ով որ ժամանակին ստրատեգիական օբյեկտները Հայաստանի Հանրապետության հանձնել է եւ հիմա էլ ուզում է հանձնել Հայաստանի սուվերենիտետը, այսինքն սուվերենությունը։ Դա լավ հետաքրքիր հայտարարություն է, բայց հաստատի մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն քաղաքական պայքարը մեկնարկել է շատ լուրջ ձևով, այսօր էլ պատգամավորի կնոջ մեքենային այրել, չէ՞, կարծես ընդդիմադիր Հայաստանում Երևանի քաղաքապետարանի, չէ՞,
Այսինքն շատ բուրըն ձևով մեկնարկել է քաղաքական պայքարը Հայաստանում եւ հաշվի առնելով, որ այս պահից արդեն բավականին թեժ է, impeachment են ուզում անել վարչապետին, չգիտես ինչեր են ուզում եւ այդպիսի բաներ են տեղի ունենում նաեւ Հայաստանում, հստակ կարելի ասել, որ շատ բարդ տարի է սպասվում Հայաստանին, մինչեւ այդ խորհրդարանական ընտրությունները ավարտվեն։ Հիմա անցնենք միջազգային կարևոր իրադարձությունների, դրանք վերաբերվում են նաև մեզ։ Երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Դոնալդ Թրամփի եւ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս հեռախոսազրույցին բավականին երկար բոլորը սպասում էին, եւ Թրամփը հայտարարությամբ հանդես եկավ, որ Էրդողանի հետ շատ լավ հեռախոսազրույց են ունեցել, նրանք շատ մտերիմ լավ հարաբերություններ են նախկինում ունեցել, քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, Պաղեստինում տեղի ունեցողը, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցողը։ Թրամփը խոսել է նաև այն մասին, որ շատ կարևոր է ավարտին հասցնել այդ դաժան պատերազմը եւ այդ առումով չափազանց կարևոր է Թուրքիայի դերակատարությունը եւ ներգրավվածությունը։ Հաստատի այդ հաղորդագրությունից մենք տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը ուզում է ակտիվացնել հարաբերությունները Թուրքիայի հետ հարաբերությունները ուզում են ակտիվացնել եւ ավելի շատ մերձեցնել Թուրքիային Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դա է վկայում նաև նորանշանակ դեսպանի հայտարարությունը Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Տոմ Բարակի հայտարարությունը Թուրքիայի մասով, որ Թուրքիան պետք է շատ ավելի մոտ դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունները նոր մակարդակի պետք է բարձրացվեն, արժանի մակարդակի պետք է բարձրացվեն եւ դառնան յուրահատուկ, եւ հետո ավելի շատ է գովաբանություններ հրահրել Թրամփի եւ Էրդողանի հասցեին, որ նրանք հզոր առաջնորդներ են եւ նրանք խաղաղություն են բերելու աշխարհին եւ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ այս հայտարարությունից եւս կարելի է հստակ ենթադրել, որ Դոնալդ Թրամփը ուզում է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հիմա սա լավ է թե վատ, փորձենք նաեւ վերլուծել։ Եթե մենք թույլ ենք եւ խաղից դուրս ենք, միշտ էլ ամեն ինչ տեղի ունենում մեզ համար շատ վատ է։ Իսկ եթե մենք խաղից դուրս չենք եւ ակտիվ կարողանում ենք աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, սա միայն ու միայն մեզ համար հնարավորությունների պատուհանի է վերածվում։ Եթե Հայաստանը կարողանում է խորացնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ իր շահերն է կարողանում լոբինգ անել, ապա դա նշանակում է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի շատ են օգնելու, որ հայ-թուրքական սահմանը բացվի եւ ստաբիլություն հաստատվի մեր տարածաշրջանում եւ Թուրքիան խաղա կարևոր դեր, այսինքն ստաբիլացում բերի եւ ոչ թե պատերազմ։ Եթե մենք թույլ լինենք եւ մենք չաշխատենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հետեւաբար կարող է շատ ավելի վատ հետևանքներ լինեն մեզ համար, ինչ ասեմ, ծերի վատ հետևանքներ, եւ իմ պատկերացումից եւ իմ պատկերացմամբ ես նույնիսկ համոզված եմ, թուրք-ամերիկյան մերձեցումը ինչպես նոր հնարավորություններ է մեզ համար ստեղծում, այնպես էլ վտանգներ, բայց այդ վտանգները հստակ կառավարելի են եւ մենք կարող ենք վտանգները դարձնել նոր հնարավորություններ։ Թրամփի քաղաքականությունը սկսվեց լուրջ ձևի փոփոխություն կարել նաեւ Ուկրաինայի մասով, գիտեք, այդ մասին եւս բազմիցս խոսել ենք օրեցօր, անկում է ապրում, նավթի գները անկում են ապրում եւ փաստացի Դոնալդ Թրամփը ավելի է սկսում սեղմել Ռուսաստանի Դաշնությանը եւ Թուրքիան այս գործի մեջ շատ կարեւոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Թուրքիան փորձելու է դուրս մղել Ռուսաստանին Ուկրաինայից, դա Թուրքիային ձեռնտու է եւ նաեւ ինչ որ միտեղ Թուրքիան փորձելու է դուրս մղել Ռուսաստանին հարավային Կովկասից, դա եւս պետք է հաշվի առնել։ Եվ պատահական չէ, որ Շայգուն էլ հայտարարությամբ է հանդես եկել, որ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը հատուկ ծրագրեր են իրականացնում, որպեսզի պատրաստվեն ուղիղ առճակատման Ռուսաստանի Դաշնության հետ։ Չեմ կարծում, որ դա այդպես է, բայց որ հիմա սկսել են սեղմել Ռուսաստանի Դաշնությանը եւ դրա համար է Շայգուն այդպիսի հայտարարություններ անում։ Հաստատի Պուտինը չցանկացավ, որպեսզի իրեն համար արժանապատիվ խաղաղություն կնքվեր Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, իր համար արժանապատիվ, բայց դա արդեն ավելի լուրջ հետևանքներ կունենա ոչ միայն Ռուսաստանի համար, ամբողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար, եւ այդ ամենը արդեն իսկ նկատելի է, այդ փոփոխությունները արդեն իսկ նկատելի են։ Եվ այդ մասին, երբ որ մենք խոսում ենք, ամեն մի հայտարարություն կարևոր է։
Թրամփի հայտարարությունները փոխվել են, պատահական մարդ չէ Թրամփը։ Այդպիսի հայտարարություններ, որ անում է, այդպիսի իմիջ ունի, շատերը համեմատում են, լավ, չասենք ինչի հետ, բայց շատ հետաքրքիր հայտարարություններ է անում մեկ-մեկ եւ գործողությունները եւս շատ հետաքրքիր են, այնպես չէ որ ինքը չի հասկանում ինչ անում։ Եվ հիմա էլ ասում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ միայն ու միայն մեր դերակատարության շնորհիվ հաղթանակը այդպես ձևով ավարտվեց։ Հաղթանակ է տարել Ամերիկայի Միացյալ Նահանգները, հիմնական հաղթանակը պատկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այսինքն Դոնալդ Թրամփը հստակ ասում է, որ առանց մեզ, առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնություն կամ Խորհրդային Նախկին Միության երկրներ, դուք միայնակ չէիք կարող հաղթանակ տանել, եւ այսօր հաղթանակ տարած ուժերը, երկրները, այլ երկրներ կլինեին, ասում է Թրամփը, եւ դա եւս չափազանց լուրջ եւ կարեւոր ուղերձ է, այն էլ մայիսի 9-ից առաջ։ Լավ, ինչ որ անդրադառնանք նաեւ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև այդ բանակցային գործընթացին, նոր տեղեկություններ կա եւ այդ տեղեկությունները հայտնում է փաստացի Վիտկոֆը, ասում է, որ հաջորդ այդ փուլը բանակցությունների Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև տեղի կունենա մայիսի 10-ից 11-ը։ Դա շատ կարևոր, չափազանց կարևոր տեղեկություն է, կարծես թե իրանական կողմն էլ է արդեն հաստատում այդ տեղեկությունը եւ այստեղ կարևոր է նաեւ նշել, որ Կայասը եւս հեռախոսազրույց է ունեցել իրանական կողմի հետ, կարծես արտգործնախարարի հետ է զրուցել, լավ չեմ հիշում, բայց Կայասը պահանջել է փաստացի Իրանից, որպեսզի Իրանը չօժանդակի Ռուսաստանին ընդդեմ Ուկրաինայի պատերազմում, բայց սա աբսուրդ է։ Իմ պատկերացմամբ սա աբսուրդ է, քանի որ Իրանը բազմիցս եւ համոզիչ ձևով ասել էր, որ իրենք չեն օգնում Ռուսաստանի Դաշնությանը, թե ինչի Կալասը այդպիսի հայտարարություն տարածում, մի փոքր տարօրինակ կինդարավ, գիտեք, այդ Կալասը։ Բայց ամեն դեպքում լավ է, որ շփում կա Եվրամիության եւ Իրանի միջև, դա շատ կարեւոր է նաեւ մեզ համար, բայց Ռուսաստանի մասով կոնկրետ կրկին նշեմ, ես չեմ պատկերացնում, որ Իրանը օգնում է Ռուսաստանի Դաշնությանը, նախկինում եղել են, որ օգնել է, այսինքն նման դեպքեր եղել են, բայց այս պահի դրությամբ, երբ որ աշխարհը քննարկում է ատոմային ծրագիրը, Իրանի ատոմային ծրագիրը, Կայասը այդպիսի հարց է բարձրաձայնում, որ վաղուց չկա։ Անցնենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցողին, իմիջիայլոց Դոնալդ Թրամփը այցելելու է Մերձավոր Արևելքի երկրներ, երեք շատ լուրջ ռմբակոծություններ են տեղի ունեցել Եմենում, փաստացի Իսրայելը պատասխանել է Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակմանը, եւ այդտեղ եւս ընդհանուր առմամբ մենք հասկանում ենք, որ անհանգիստ է իրավիճակը, այդտեղ կոնկրետ Իրանին մեղադրում են եւ այդտեղ հիմքեր կա մեղադրելու, կարծես թե Կալասը այդ հարցին եւս անդրադարձել է հուտիների, ինչքան հիշում եմ, եւ երբ որ ասում են, որ հուտիները հարձակվում են օրինակի համար նույն Իսրայելի վրա, դա բնականաբար ճիշտ է, երբ ասում են, որ դա տեղի ունենում Իրանի օգնությամբ։ Պետք է նշել, որ Սիրիայում եւս ընդհանուր առմամբ անհանգիստ է եւ Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքին եւ ավելի ու ավելի շատ մանրամասներ ենք հիմա մենք լսում այն մասին, թե ինչու է Նետանյահուն այցելելու Բաքու, այդ 4-5 օրյա այցը փաստացի նախատեսված էր հանդիպում Էրդողանի հետ, եթե ոչ Էրդողանի, ապա այլ պաշտոնյաներ են Թուրքիայի եւ Իսրայելի այլ պաշտոնյաներ էին հանդիպելու, բայց թուրքական կողմը չեղարկել է այդ հանդիպումը եւ արդեն իսրայելական կողմը անիմաստ է համարել այդ հանդիպումը։ Հիշեցնեմ նաեւ այդ սրացումը Սիրիայի օդում Թուրքիայի եւ Իսրայելի միջև իմիջիայլոց ոմանք գրել էին, թե կան աղբյուրներ, որոնք որ վկայում են այն մասին, թե իբր Թուրքիան է ունեցել օդային առավելություն, ես չեմ կարծում, որ դա համապատասխանում է իրականության, ինտերնետում էլ կարելի է տեսնել, թե որքան ահռելի մեծ է տարբերությունը Թուրքիայի եւ Իսրայելի օդուժի միջև, եւ ընդհանրապես Թուրքիայի եւ Իսրայելի ռազմական տեխնոլոգիական հնարավորությունների միջև։ Իսրայելը բացարձակ մեծ ռազմական առավելություն ունի, հատկապես օդում, այդ գետնի վրա ցամաքային ուժերի մեջ շատ լուրջ ձևով հետ է անում Թուրքիայից, եւ դա էլ պատահականություն չէ, քանի որ Թուրքիան 80 միլիոնանոց երկիր է եւ ունի կարծես թե 1 միլիոնանոց բանակ։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ փորձենք կամաց արդեն
հունի մեջ ենք ընկնել եւ օրվա ընթացքում 2 հաղորդում պատրաստել ձեզ համար։ Հիշեցնեմ նաեւ լայքերի մասին, դա չափազանց կարեւոր է մեր ալիքի տարածման եւ այս հաղորդման եւ հաղորդումների տարածման համար։ Մենք չափազանց կարեւոր գործ ենք միասին իրականացնում։ Հաջողություն եմ ցանկանում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։